Talat Pasha, the man who organized the genocide Armenia. Ականատեսների վկայությունները ներկայացված Al-Hay Armani. Ցուցասրահի տարբեր կողմերից ու տարբեր լեզուներով մի թեմա է քննարկվում Armenian Genocide։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտը ոչ աշխատանքային օրերին էլ բաց է։ Զբոսաշրջիկներին, օտարերկրյա պատվիրակություններին ու ղեկավարներին թանգարանում շատ բան կա ներկայացնելու։ Այս պատերի ներսում մի ամբողջ պատմություն է ապրում։ Ինձ շատ հուզեց մուտքի մոտ էկրանի վրա ցուցադրվող կադրերը, թե ինչպես եք դուք ապրիլի 24-ը ոգեկոչում։ Էքսկուրսավար Տաիսյան այս գոտու մասին առանձնահատուկ է խոսում, Անթուրայի որբերից մեկն է գործել։ Թանգարանում կան ցուցանմուշներ, որոնք բոլոր հյուրերին պարտադիր ներկայացվում են շատ մանրամասնորեն։ Ջամալ Փաշան գալիս կանգնում է 6-րդ դասարանի երեխաների առջև եւ Հարություն Ալբոյաջանին հրամայում են մոտենալ Ջամալ Փաշային։ Տաիսյանն ասում է 3 լեզվով ներկայացնում է պատմությունը, օրական տարբեր խմբերի հանդիպում։ Թե ինչից են ամենաշատը հուզվում, տպավորվում ու ոգևորվում, հաճախ չեն ասում։ Կան ավելի սառնասիրտ այցելուներ, ովքեր չգիտեմ, ավելի շատ հետաքրքրում է փաստերը, պատմությունը, պատմական տվյալները եւ կան այցելուներ, ում հետաքրքրում է ավելի շատ զգայական հատվածը։ Թանգարանը ցուցադրելու շատ բան ունի, թե ով ինչ կտեսնի, կախված է այցելուի ով լինելուց։ Օրինակ դպրոցական խմբերն ու զբոսաշրջիկները հասցնում են տեսնել ամեն ինչ, հեռանալ տարբեր հույզերով։ Ցեղասպանության մասին շատ ենք լսել, բայց լինել այստեղ ու սեփական աչքով տեսնել մի ազգի պատմություն իհարկե ահասարսուր է։ Տեղյակ եմ հայերի ողբերգությունից, հուզվում եմ այն սիրուց, որ դուք ունեք ձեր անցյալի ու պատմության հանդեպ, թե ինչ խնամքով ու սրտացավորեն եք ներկայացնում այդ հրեշավոր իրադարձությունները։ Իսկ ահապաշտոնական պատվիրակությունները ժամանակի սղության պատճառով մի քանի ցուցասրահ են հասցնում մտնել։ Պայմանավորված են հանգամանքով, թե որ երկրից են պատվիրակությունները կամ այցելուները, էքսկուրսիայի ընթացքում շեշտը դնում են էքսկուրսավարները հենց այդ երկրների հետ կապված նյութերի վրա։ Ճշմարտությունը գուցե դառն է, բայց դրանից խուսափել հնարավոր չէ։ Պատվիրակություններին ներկայացվում են նույնիսկ այն դրվագները, երբ օրինակ տվյալ երկիրը նպաստել է կամ էլ աջակցել ցեղասպանության իրագործմանը։ Որպես կանոն, իրենք արդեն գիտեն այդ մասին, եթե նկատի ունենք հենց Գերմանիայից այցելուներին կամ պաշտոնական պատվիրակություններին, ասեմ, որ շատ հաճախ ենք ունենում այցեր Գերմանիայից, հատկապես Բունդեսթագից պատգամավորներ, բավականին հաճախ ենք ունենում։ Իրենք արդեն տեղյակ են պատմությանը, քանի որ դա ոչ միայն հայ ժողովրդի պատմությունն է, այլև իրենց երկրի, իրենց ժողովրդի պատմությունն է։ Թուրքիայում մնալու իմ առաջին տարվա ընթացքում անհավատալի աղետ տեղի ունեցավ այնտեղ։ Դա համաշխարհային պատմության ամենահրեշավոր դեպքերից մեկն էր։ Ես նկատի ունեմ հայերի բնաջնջումը։ Սա շվեդ ռազմական կցորդի 1915 թվականի դեպքերի մասին հիշողություններից են։ Հետագայում օտարերկրացի ականատեսը մի ամբողջ պատմություն է գրել ցեղասպանության թեմայով։ Թանգարան ինստիտուտում կան ցուցասրահներ եւ ցուցանմուշներ, որոնք քաղաքացիական եւ պաշտոնական հյուրերին պարտադիր ներկայացվում են։ Դրանցից մեկը աշխարհն արձագանքում է խորագիրն է, որտեղ ներկայացված են ականատեսների վկայությունները։ Մյուսը հայ որբերի ցուցասրահն է։ Այս ցուցասրահում կան առարկաներ, որոնք պատկանել են կամ պատրաստվել են հայ որբերի կողմից, բայց ամենահետաքրքիր եւ ամենաազդեցիկ ցուցանմուշներից մեկը, որ ցուցադրվում է բոլոր հյուրերին, այս փոքրիկ սրվակով բրնձի հատիկներն են։ 2015 թվականին ամերիկացի զույգի կողմից այս սրվակը տրամադրվել է Ցեղասպանության թանգարան ինստիտուտին։ Ասում են ցեղասպանության տարիներին հայ որբերը օրական այս սրվակի չափով բրնձի հատիկներ են կերել իրենց գոյությունը պահպանելու համար։ Բրնձով լի սրվակի կողքին հանգանակությունների տուփն է։ Լսողները փշաքաղվում են, երբ տեղեկանում են, թե ինչպես է Շուշանիկը կուշտ փորով հաց ուտելու համար գումար խնդրում։ Աղջիկներ ու տղաներ կան, ովքեր քաղցած են, դուք չեք թողնի, չէ, որ մենք մահանանք։ Միայն անցած տարի պաշտոնական 60 պատվիրակության է հյուրընկալել թանգարանը։ Լուսինեն թերթում է գրառումների մատյանը, Կանադայի վարչապետ, Ֆրանսիայի Լիբանանի նախագահ, Գերմանիայի սահմանադրական դատարանի նախագահ։ Թանգարանում ինչ է լսել գերմանական խստապահանջ օրենքի մարդը։ Իրեն ոչ ցուցասրահն եք ներկայացրել։ Պարտադիր Գերմանիայի մեղսակցության նվիրված հատվածը։ Եղևնիների պուրակում 200 ծառ կա, դրանցից 14-ը տնկվել է միայն անցած տարի։ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը իր գոյության տարիների ընթացքում տեսել է տարբեր երկրների ղեկավարների ու պատվիրակությունների, բայց անցած տարին աննախադեպ էր։ Առաջին անգամ Հայաստան այցելեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Կանցլերի այցը Հայաստան բացառիկ էր, քանի որ Օսմանյան կայսրության հանցագործությունների մեղսակից Գերմանիայի բարձրագույն ղեկավարության մակարդակով առաջին այցն էր։ Անգելա Մերկելը թանգարանով չի շրջել, գրառում չի կատարել, պարզապես բավարարվել է Եղևնիների պուրակում եղևնի տնկելով։ Աիդա Կարապետյան, Կարեն Սարգսյան, Էպիկենտրոն։